Մարդու կյանքը Աստծուց պարգև է։ Եվ երբ մարդը այս կարճ կյանքի ճանապարհորդության ընթացքում հանդիպում է Աստծուն եւ ապրում է նրա փառքի համար, դա է իսկական երջանկությունը։ Բարև ձեզ։ Դուք դիտում եք Հավատքի կյանք հաղորդաշարը։ Սաղմոս 77:12 համարի մեջ մենք կարդում ենք. «Քննում եմ քո բոլոր գործերը եւ մտաբերում եմ քո արածները»։ Այսօր մեր հյուրի հետ միասին, որ Հովիվ Հովսեփ Մինասյանն է, պիտի մտաբերենք, թե ինչ արեց Աստված իր կյանքի մեջ։ Հովիվ Հովսեփ, բարև ձեզ։ Բարև Հովիվ Մասյան։ Փառք Աստծուն այս հնարավորության համար մեր հայրենակիցներին պատմելու, թե ինչ գործեր արեց Աստված ձեր կյանքում, եւ շնորհակալ ենք, որ համաձայնվեցիք մեր ծրագրին մասնակցելու համար։ Սիրով։ Շնորհակալություն։ Ինչպես սկսեց ձեր հավատքի կյանքը։ Ես կուզենամ ավելի խորքից գամ։ Երբ որ իմ ծնողները ունեցան իրանց առաջի երեխան, իմ քույրն էր, նա ինձանից 6 տարի մեծ է։ Գիտեք, հետաքրքիր է որ բժիշկները իմ ծնողին ասել էին, որ դու էլ երեխա չես կարող ունենալ, որտեղ ինքը ուներ ոտերի հետ կապված խնդիր, տրոմբեր առաջացել եւ այլն։ Ու երբ որ ես արդեն իրավորով այնում էի, ինքը որոշում է, որպեսի հանի այդ պտուղը, երբ որ գնում է բժշկի, բժիշկը հարց է տալիս, «Իսկ դուք ինչ ունեք?» Ասում է, «Ես աղջիկ ունեմ»։ Ասում է, «Ես չեմ հանի այս պտուղը»։ Ու ես ծնվում եմ։ Ու փառք Տիրոջը, ես հասկացա, որ հենց այնպես ոչինչ չի լինում։ Գիտեք, Մասիս եղբայր ջան, ես դեռ փոքրուց իմ մեջ հավատք եմ ունեցել։ Դպրոցական հասակում եւ այլն, այտենց իմ ընկերները բոլորը գիտեին, որ երբ որ կիրակի էր գալիս կամ շաբաթ էր գալիս, ես անպայման պետք է գնայի տաճար, իմ հավատքի դրսևորումն էր։ Պետք է գնայի մոնվարեի կամ մի հատ ակլոր ձեռս գրայի։ Ու իմ ընկերները շատերին ասում էին, եթե ուզում եք դուք իրան տեսնեք Հովսեփին, գնացեք շաբաթ կիրակի եկեղեցի, ու ինքը մի ակլոր ձեռը կգա։ Շատ հետաքրքիր է Հովսեփ եղբայր, որովհետև բնականաբար մենք բոլորս ծնվել մեծացել ենք Սովետ Միության շրջանում, հավատքը այդքան տարածված չէր կամ ընդունված չէր, աթեիստական երկիր էր վերջո։ Ինչպես էր, որտեղից էր այդ հավատքը ձեր մեջ կամ ինչ էին ասում ձեր շրջապատը, երբ որ դուք դա անում էիք։ Ես իմ շրջապատը այդ ժամանակ այդքան ոչինչ չէր ասում։ Այդ ասելը հետո սկսվեց, երբ որ ես ապաշխարեցի, դրանից հետո։ Բայց միջև այդ իմ կյանքը հետաքրքիր էր անցնում, որովհետև երիտասարդ տարիքում գիտեք, Երևանում ծնված մեծացած տղան միշտ էլ ոգևորություն ունի ինչ-որ մի բանի հետ կապված, որը չգիտեմ, այդ ժամանակ բոլորը ունեին այդ ոգևորությունը, այդ գողական եւ այլն, ասեն ինչ-որ բաներ։ Բայց ասեմ ձեզ ավելին, իմ հայրը 4 եղբայր են եղել։ Հայրս եղել է հանրապետության մասշտաբի աշխատող, ծառայող եղել, ես հենց ծառայողի ընտանիքում եմ ծնվել, ինտելիգենտ ընտանիք էր։ Մայրս ուսուցչու է եղել, վաստակավոր։ Իրանք իրար հետ սովորել են կենսաբանաքիմիական ֆակուլտետում, ավարտել են, նշանակում ստացել են Մարտունի։ Ես նույնպես այդ ֆակուլտետում սովորեցի, ավարտեցի, ու իմ կնոջ հետ նույնպես նույն կուրսից էինք, մեզ նշանակեցին Աբարան։ Գիտեք, հետաքրքիրը որն է, որ այս ամենի հետ միասին հայրս այդ մասշտաբի աշխատող էր, մյուս հորեղբայրս դպրոցի տնօրեն էր, բայց այն երկուսը փոքրերը հանցագործներ էին։ Ու ծայրահեղությունից ծայրահեղություն էր, բայց ինձ ավելի շատ ոգևորում էր, դե պարզ է, ինչը կոգևորի երիտասարդին։ Ես արդեն ոչ թե միայն այդպես ոգևորվում էի դրանով, նաև ոնց որ այդ ընթացքի մեջ էի արդեն։ Բայց գիտեք, ժամանակին Աստված բռնեց իմ ձեռքը, ժամանակին բռնեց, որովհետև
Ես չգիտեմ իմ հետ ինչ կարար լիներ, կարար ամեն բան լիներ, որտեվ ամեն ինչի մեջ էինք մտնում, միջասես անում էինք, դե չարություններ այդ տարիքում, այդ ամենը անցավ, եկանք հասունացանք, ես խեղճ չեմ ապրել, լավ եմ ապրել, ինձ լավ պահել են, ավելի ճիշտ ասած, էլի։ Ինձ լավ պահել են, որովհետև ես միակ տղան էի այդ ժամանակ ու քույրս էր։ Ու բոլորը ինձ սիրում էին շատ լավ, նույնիսկ իմ ընկերներն ասում էին, որ այդ հասակում, այդ տարիքում դու ամենալավն էիր, հագնվում, ամենալավը եւ այլ։ Այդ ժամանակ Մաս եղբայր ջան, մեզ Երևանում ունեի 3 հատ տուն։ Այսօր չկա ոչ մի։ 3 հատ տուն ունեինք ու ես միշտ մտածում եմ, շատերը միշտ մտածել են նեղության ժամանակ ինչ-որ բաներ ա եղել, որ մարդիկ եկել են Աստծուն։ Ես լսել եմ այդ ամենը, բայց ես մտածում եմ իմ կյանքում նման բան չի եղել, ես լավ ժամանակում եմ եկել, էլի Աստծուն։ Այդ ժամանակ մեր այդ հասակում ես 33 տարեկանում եմ ապաշխարել։ Ինչ տեղի ունեցավ, ինձ ոչ մեկ չի քարոզել։ Մենք հավաքվում էինք մի կեր ունեի, խանութ ուներ, բոլորով գնում հավաքվում էինք այնտեղ։ Դες մեքենա ունեի բանը ժամանակ 06 ամենալավ մեքենան էր այդ տարիքում։ Մեկ Վոլգան էր, մեկը 06 Ժիգուլին էր։ Ես էլ ունեի այդ Ժիգուլին, հավաքվում էինք այդ մեր ընկերոջ խանութում, միշտ դե շփվում էինք, ջահելներ են, ինչ պետք է ան։ Ու ես ամեն անգամ, երբ որ գալիս էի պետքա մտնեի տուն, մերը սեփական տուն էր այդ ժամանակ, դու կավարծ իրաներ էլ կա։ Դարպասները որ բացում էի, դե ուշ էի գալիս։ Մեքենան բարձրացնում էի, մտցնում էի ներս։ Նայում էի վերև ասում էի, Աստված ջան, մեռնեմ քո զորությանը։ Ինչ ճիշտը ցույց տուր, էլի։ Բայց փնտրտուքի մեջ էի։ Ես փնտրում էի։ Ճիշտ է ես գնում էի եկեղեցի առաքելական ընդ մոմը վառում էի այդ Սարգիսի ոտերի տակ։ Ուզում եմ ասեմ, ես ոչինչ չունեմ ասելու, բայց չէր բավարարում ինձ։ Ես փնտրում էի ավելին, ուզում էի ավելին։ Ու գիտեք հետաքրքիր է որներ։ Մի օր այդ ընկերոջս խանութում որ հավաքված էինք, իրան աշխատող ուներ աղջիկ երեխա էր այդ տարիքին։ Ու ինքը շատ ողջավորված բաներ էր պատմում։ Բայց գիտեք, երիտասարդական պալատում բան հավաքվում են եւ այլ ասած բաներ ասում։ Ու ես մտածում եմ, ես բարկացա այս երեխվորա։ Ինչի, որտեվ ինձ թվում էր ես գիտեք, այնքան բան գիտեմ, որ գնում եմ, գալիս եմ եւ այլը, բայց իրականում ես ոչինչ չգիտեի։ Բարկացա այս երեխայի վրա, բայց գիտեք, ինչ-որ մի բան իմ ներսում շարժվեց։ Նու հետաքրքրությունս ուզում էի անպայման հասկանամ, ինչա դա։ Այդ ժամանակ ես ամուսնացած էի, արդեն 3 երեխա ունեի։ Կանոջս երեխաների հետ գալիս էինք մի շաբաթ օրը իրանց տուն, բերում էին դե, մնում էինք հաջորդ օրը նորից վերադառնում էինք։ Երբ որ եկանք, ես արագ եմ էլի ասում, որտեղ ավելի շատ բաներ ա։ Երբ որ եկանք առավոտյան ասացի, ես տեղ ունեմ գնալու, ու չեմ ասում ուր, մեքենան էլ թողեցի, ոտքով, ասի դե ինչ իմանաս կինա էլի 1000 ու մի բան եմ մտածում, ու այդ ժամանակ դե էլի ես հավատքի մեջ չեմ, ճիշտ է հավատում եմ, բայց էլի չեմ ճանաչում, ապաշխարած չեմ։ Եկա բարձրացա մտա երիտասարդական պալատ, այն ժամանակ գործում էր 92 թվականն էր, 92 թվականի լավ հիշում եմ հոկտեմբերի 17։ Առաջի 2 շարքում նստած էին, այդքան էին այդ ժամանակ։ Մեկը գիտար էր նվագում, իմ համար շատ տարօրինակ էր, որտեվ ես ուրիշ պատկերացումներ ունեի ու ժողովուրդը փառաբանում էին, ծափ էին տալի եւ այլ։ Ես ասում եմ, այս ինչ ձևի տեղ է, այս ո՞նց է։ Վերջը, երբ որ խոսքը եղավ, ես սպասեցի, խոսքը եղավ, բայց խոսքը կպավ ինձ։ Խոսքը ինձ կպավ, այդ ժամանակ այդ օրը շատ արագ պետքա դահլիճը ազատեին, որովհետև իրանք էլ էին վարձում էին։ Այդ ժամանակ շատ արագ դուրս եկան, հաջորդ անգամ ամսի 24-ն էր արդեն, մի շաբաթ հետո։ Նորից բերեցի իրանց
Տեղ ու ասացի, ես տեղ եմ գնում, գործ ունեմ։ Ու չեմ ասում, էլի, դե հիմա կինա ինչ պետք է հարցնի։ Վերջ, եկա։ Նորից բարձրացա, նորից լսեցի, վերջում կանչ արեցին ապաշխարության, ու ես իջա ներքև։ Իջա ես ապաշխարեցի, Հիսուսին ընդունեցի իմ սրտի մեջ։ Փառքաս։ Ու գիտեք հետաքրքիրը որն է։ Երբ որ ես դա արեցի, այդ քայլը, ես զգացի, որ ինչ-որ մի բան կատարվեց ինձ հետ։ Ոչ թե իմ արտաքինի հետ էր ինչ-որ բան կատարվում, այլ իմ ներսում ես ինչ-որ բան էի զգում, ասում եմ, Տեր, ես ինչ կատարվում է իմ հետ։ Երբ որ եկա, դե հետո ես եկա ու սկսեցի ուրախացած պատմել։ Միջև այդ այնտեղ հարցրեցի, բա հիմա ես ինչ պետք է անեմ։ Այդ ժամանակ Արտուրն ու Լուսինեն դեռ ամուսնացած չէին։ Մեր հովիվը կյանքի խոսքը։ Այդ ժամանակ Լեոնիդն էր, Մալկոն էր։ Ես չգիտեմ դուք հիշում եք, գիտեք իրեն։ Մալկոն էր հովիվություն անում ու Արտուրը դեռ էլ հովիվ չէ։ Ու այդ ժամանակ Լուսինեն ասաց դուք որտեղ եք ապրում։ Ասաց ես Հավանում եմ ապրում։ Դե Հավանում այդ ժամանակ չկար ոչ մի խմբակներ, ոչ մի բան չկար։ Ինձ ուղարկեցին Մասիվ։ Ասին դու կգնաս, ասին նախասին մի հատ աղջիկ կա Հերմինե անունով, մանեկա կտա այդ Հերմինեի։ Հերմինե ջան ոնց է որտեղ եմ գալու եւ այլ։ Մասիվ եղբայր ջան գնացինք։ Գիտեք իմ ընկերները ինձ սկսեցին հալածել, նույն ինչ ձևի հալածել։ Այն մեկն ասում է դե մեր գործը չի դու ինչ ես անում։ Մանկական ընկերներս։ Ինչ ուզում ես արա, բայց նայ շատ չխորանաս։ Այո։ Բոլորը Սովորաբար այդ են միշտ ասում, որ հանկարծ չխորանաս։ Նայ հանկարծ շատ կարող է խախտվես։ Հետաքրքիր է, որ մարդիկ խնդիր չունեն խորանալու, մեղք գործելու կամ սխալներ անելու մեջ, բայց անհանգստանում են հավատացյալ մարդկանց համար, որ կխորանան Աստծուն ճանաչելու մեջ։ Ես հենց ուզում եմ հարցնեմ Հովսեփ եղբայր ջան, ինչպես արձագանքեց ձեր ընտանիքը։ Ընկերները արդեն հասկացան։ Ես դրան էի։ Այո։ Դե իմ հայրը, որ ասացի, ինքն կոմունիստական ժամանակաշրջաններ, ինքը պաշտոնով աշխատող էր։ Ու երբ որ իմացավ, ինչ բան չի ասում ինքը, ասենք, ճիշտ է, իր դուրը չեկավ, բայց ոչ մի բան չասեց։ Իմ կինը մի տարի հետո ապաշխարեց։ Մի տարի հետո, որովհետև գիտեք ինչի համար։ Ես մեքենայով ասում էի քույրիկների հետ գնում ենք այս ինչ տեղը, գնում ենք այն ինչ տեղը քարոզելու եւ այլ, իր մոտ բաներ առաջացավ, հələ գնանք ովքեր են այդ քույրիկները։ Եկավ ու մնաց, ուտերը իր հետ էլ խոսաց։ Բայց ինչ էր կատարվում։ Երբ որ ինքը որոշում էր կայացնում, որ գա, երեխու հետ մի բան էր անում։ Ինչ էր կա, մի քանի անգամ այդպես եղավ, բայց ինքը այդ բարերը անցավ, այդ արկելքը անցավ։ Խոչընդոտները, հա, անցավ ու ինքը նույնպես եկավ։ Ուրեմն ապաշխարեցի, դե տնեցիք ոնց պետք է ընդունեն։ Տնեցիք հետո բոլորն են ապաշխարել, Մասիշյան։ Տնեցիքից, հարևաններից, բոլորը ապաշխարեցին։ Իմ հարևանները, այնտեղ սկսվեց ծառայություններ արդեն դե Հավանում չկային խմբակներ, հետո կամաց սկսվեց խմբակներ սեփական սեկտորում, հետո այդ մասում, հետո նոր ասենք շենքերը բարձրացան այնտեղ արդեն ճիշտ է, այնտեղ արդեն ուրիշ ծառայողներ էին ծառայում, բայց արդեն նոր սկսվեց բանում, այդ ժամանակ նորքում էլ չկարել է։ Նու սկսվեց այդ ամեն ինչը, սկսեցինք ծառայել, ես այդ ժամանակ լավ չգիտեի Աստվածաշունչը ամենաառաջի անգամ ես կարդացել եմ լամպի լույսի տակ, մոմի լույսի տակ։ Ու գիտեք, ես ոչ թե կարդում էի, ես ուտում էի։ Ես չէի կարող կտրվեմ։ Այ հենց ապաշխարած մարդու առաջի նշանն է, որ իրապես վերածնունդ է ապրել։ Հա, ես չէի կարող կտրվեմ, ես հետո իմ մոտ գիտեք ինչ հետաքրքիր զգացում կար, երբ որ ես քայլում էի, ինձ թվում էր իմ ոտների տակ գետնին չկա։ Ես օդի մեջ եմ, իմ հետ շատ հետաքրքիր տարօրինակ բաներ են անում, ասում եմ Տեր ջան, փառք ես։ Ու բայց գիտեք հետաքրքիրը, ես որ չգիտեի խոսքերը դեռ կարդում եմ, բայց խոսքերը չգիտեմ որտեղ ինչա գրած եւ այլն։ Այս մեր հավաքին, այդ Հերմինեին, որ ասում է, հիմա ինքը Ամերիկայում է ասում։ Ասում է արի իրար տեղ պետքա գնանք։ Ես գնում ենք, ինքն էր դե ասում էի, ինքը արդեն մարդկանց հետ ասում էր, զրուցում էր բան։
Հետո կամաց դե արդեն սովորեցինք, հետո ես երկու անգամ, մի անգամ 95 տվին, մի անգամ 98 տվին, Աստվածաշնչյան դպրոց անցանք, այդպես եւ այլը։ Օնիկ եղբորը ճանաչել եմ 92 թվականից։ Մենք իրար հետ հետո սկսեցինք ծառայել։ Օնիկ եղբայրը մի ծառայություն էր անում, որը կոչվում էր այրվող մորենի։ Ես մի անգամ իջնում էի դպրոցից, արդեն ոտքով իջնում էի, մեկ էլ օնիկ եղբայրը եկավ մոտեցավ ու մտավ իմ թևը, ասաց. «Բա դու չես ուզում գաս մեր մոտ ծառայես»։ Ասի ուզում եմ։ Բայց դե ասաց, «Էս ինչ օրը մեր տանն ենք հավաքվելու»։ Բան, ասի, «Ես ձեր տանտեղը չգիտեմ»։ Դե ասաց, «Ես կասեմ, քեզ կդիմավորեն»։ Ասի, հետո մաս եղբայր ջան, եկա տեսավ մարդիկ եկել են, ամեքը իրանց կանոջ այդ բան, ասի, «Կարող եք գիտեք ես ինչ ունեմ»։ Ես էլ կարամ իմ կանոջ։ Ու տենց կինս էլ եկավ, բայց ծառայությունը հիմնականում ինչու էր կայանում, որ գնում ենք շրջաններ, ինչ էինք անում, եկեղեցիներ էինք սկսում, ու հետո հանձնում էինք միսիոներական կենտրոնին։ Դե դրանից հետո արդեն ինչ էր լինում, դա արդեն չգիտեմ։ Բայց ցավալի բաներ լինում էր, որ լավ էր լինում, լինում էր, որ չէր լինում լավ։ Ու օնիկ եղբայրը այդպես մենք շատ մտերմացանք, շատ եւ այլը, դե այսօր էլ են արդեն տեսնում եք, էլի մենք իրար հետ ենք մտերիմ։ Փառք Տիրոջը, որ Հիսուս այցելեց ձեզ եւ փոխեց ձեր կյանքը։ Իրապես դա ամենակարևոր հանդիպումն է, որ մարդ կարող է ունենալ իր երկրային այս կարճ կյանքի ընթացքում։ Արդեն առաջի փոփոխությունը մենք հասկացանք, որ Աստծո խոսքի նկատմամբ ծարավ ունեցաք։ Հոգևոր կյանքի մեջ ապաշխարությունից հետո էլ ինչ փոփոխություններ եղան, որի մասին կուզենայի կիսվեք մեզ հետ։ Դրանից հետո Աստված ինձ շատ ուժեղ սկսեց օգտագործել։ Իմ կյանքում եղան շատ հրաշքներ։ Նո ասենք ոչ թե անձամբ իմ միջոցով ստացվում էր այդպես, դե հետո ես հասկանում որտեղ ես չեմ, այլ Աստված ինձ ուրախացնում էր, էլի, ոգևորվում էի, ուրախանում էի։ Դա մի բան ասեմ, ուրեմն Ավանում կար ՄՎԴ-ի հիվանդանոց, ներքին գործերի հետ։ Ու այդ հիվանդանոց ես այցելում էի, գնում գալիս էի։ Ուրեմն երբ որ գնացի մի անգամ, չէ, դուրս էի գալիս արդեն, տեսա մի հատ երիտասարդ ու շոկ է, էլի, լավ շոկ ամառը։ Այդ երիտասարդը ընդեսած բաներ է քարից, էլի։ Այդ երիտասարդը պարկած է դե ու երկու հատ կաստիլ է կողքը դրած։ Իմ ներսում մի հատ ցնծություն է։ Ես առանց ոչ մի բանի արդեն հասկանում եմ։ Ասում եմ, Աստված, ես ինչ է կատարվում, մոտենում եմ այդ երիտասարդին։ Ասացի, ինչ ես պարկել ստեղ։ Ես ասած ուրախություն եմ մեջս։ Ասաց, ախպետ ջան, պարկել եմ էլի։ Ասի դու հավատում ես Աստծուն։ Ասաց, բայ ով չի հավատում Աստծուն։ Ասի մա ինչ ասում եմ կրկնում ես, ապաշխարության աղոթք եմ ասում, այս երիտասարդը կրկնեց, ձեռներս դրեցի վրան ու սկսեցի լեզուներով աղոթել։ Բայց չգիտեմ ինչ կատարվեց։ Այս երիտասարդը մեկը վեր կացավ տեղից ու սենց անում։ Արա գնում եմ։ Արա մորս արավ գնում եմ։ Ինքս ասած բան ասում։ Հետո իմացա, որ այս երիտասարդին 8 ամիսա բուժում եմ։ Ու իր ոտերը որ ծակեր չեր զգում։ Հաջորդ օրը նորից գնում եմ այցելելու։ Դե որ մտնում ես ներս, հին դռներն է հիվանդանոց, էլի ճառ միջանցքա, միջև գնում ես, հետո ընդ մեծտեղ ասած հիվանդները նստում են, հեռուստացույց են նայում, զբաղվում։ Իրանք չեն տենում ով է մտնում դեռ, միջև չհասնես ընդ։ Երբ որ ես մտա ներս, այդ դռան ճռոցից հասա մոտիկացա, այդ երիտասարդը նստած էր այնտեղ։ Ինձ սենց ասաց։ Ասաց, երբ որ դու ընդից մտա, դուռը ճռած, ին ոտերը սկսեց դռդռալ։ Ասի գնանք ներս, մտանք պալատ։ Մտանք պալատ, այդտեղ զրուցեցինք իր հետ։ Ասի բայ հիմա չես ուզում ինչ ճանապարհ ես։ Հետաքրքիր է, ինքը ասի մի նայ այդ կաստիլներին։ Արի ես քեզ կօգնեմ։ Ձեռքը բռնեմ ու սիմվոլիկ ձեռը բռնել եմ։ Ու ինքը հետս եկա, որ ինձ ճանապարհի։ Հասանք դռան մոտ, նորից շուռ եկանք, ես չեմ գնում, հետ եմ գալի իր։ Մեկ էլ տեսնեմ ինչ, բժիշկները իրանց անձնակազմով կանգնած սս նայում են հետևից։ Բա յուրան քայլում է, յուրան քայլում։ Այս երիտասարդը դրանից հետո փորձ է անում, ահագին տարածություն է, ինքը գնում է այդ տարածությունը։
տենում եմ որ կարում եմ, հաջորդ օրը որ գնում եմ, արդեն տենա ինքը չէր հակեի ոչ մի բան։ 8 ամիս։ Գնամ տենամ լրիվ արդեն բայ գատոնս, ոնց են ասում հայերեն։ Պատրաստական, ուրեմն մի հատ է պիլոտ դրել աստղը։ Ասում եմ, ես ուր ես գնում, ասում եմ գնում եմ չաստ։ Ինքը բաքսոր տղա էր շատ ուժը։ Բայց ես դրանից հետո իրան չեմ տեսա, ասենք ինչի համար եմ ասում, որ ընկերներս նույնիսկ ուզում էին այդ որ ինձ հալածում էին, ուզում էին կանելը տենան այդ ինչ ա եղել։ Գիտեք հետաքրքիր է որ ինձ հալածում էին, բայց ուրիշներ գնում պատմում էին։ Գիտեք, sense բան տեսան, գիտեք, sense բան era։ Ասի եղբայր ջան, այդ բժշկությունն նույնպես շատ կատարվեց այդպես բաներ, բայց հետո Աստված փոխեց մի քիչ։ Տարավ ինձ ազատագրման ծառայությունների վրա։ Իմ կյանքում շատ են եղել, ես հիմա դրանց որ նստեմ եմ սեմ պատմել, շատ երկար կտևի։ Այո, մի քիչ կուզեմ որ ծառայություններից խոսանք, նամանավանդ հովական ծառայությունից, ինչպես հասկացաք, որ Աստված ձեզ կանչում է հովական ծառայության։ Երբ որ ես արդեն սկսեցի որոշակի գիտություն ունենալ Աստծո խոսքից, ես սիրում էի, ուզում էի ծառայել, ու ես միշտ անմնացորդ ծառայել եմ։ Այդ ժամանակ սկսեցի նվիրվել, հետո ինձ հավաքություն տվեցին ծառայել, խմբակի հավաք էի։ Ես անցկացնում էի 2 խմբակ, տարածքային հովիվը այդ ժամանակ Ստեփանյան Արտուրն էր, հիմա ինքը Երուսաղեմում է հովիվությունը։ Դրանից հետո դառա տարածքային հովիվի օգնական, արդեն օգնում էի, ու այդ տարածքը որ կար, Ավանի տարածքը, ամբողջ տարածքում պատասխանատվությունը ին վրա էր։ Այդ տարածքում դե եկեղեցին մեծ էր, մեծ եկեղեցի էր։ Տարածքի ուրեմն կային իմ պատասխանության տակ այդ ժամանակ կային 18 խմբակի ավակ եւ 170 հոգի մարդ ժողովուրդ, որոնք որ այդ մարդիկ ու դրանից հետո ես ամեն մեկին գիտեի։ Ամեն մեկին գիտեի, բոլորին, այդ 170-ն էլ ես գիտեի։ Ու ամեն շաբաթը մի անգամ հավաքվում էինք աղոթք էինք անում հավաքների հետ։ Ու իրանց ասենք բաներ կար, ասում էինք, բացատրում էինք ծառայության հետ կապված։ Ու գիտեք հետաքրքիրը որն է, որ ես մի ընկեր ունեի, երբ որ մենք Աբարանում աշխատում էինք, այդ ժամանակ ես կենսաբանության ուսուցիչ էի, կինոս քիմիան էր տալ։ Հետո որ երեխեքը ծնվեցին, ինքը մնաց։ Հետո ես գնում գալիս էի։ Մի երիտասարդ եկավ հաջորդ տարի, ֆիզիկայի մասնագետ էր։ Մենք մոտիկացանք, մտերմացան, ընկերացանք, մինչև հիմա ընկերներ ենք, ինքը բայց հիմա ասենք բանում է, Վլադիվոստոկ, Պրիմորիայում, այսա կասեմ ինչ ոնց տեղի ունեցավ։ Ու երբ որ ավարտեցինք, հետո ինքը ինչ որ վայնի գործի անցավ, ինչի անցավ, հետո եկավ մեր մասիվի ուսումնաբան կար ընդ Ուչիլիշչա էր, ինչ էր սովոր, ընդ վայնի, ընդ աշխատեց։ Ու հետո դրանից հետո մեր կապը կտրվեց 17 տարից ավել։ Կապ չունեինք։ Ու մի օր այս երիտասարդը կինը իրանց տունը երևի մաքրում են ինչ են անում, համարս է գտնում հեռախոսից։ Այդ ժամանակ ես արդեն իմ տունը ծախել էի, ուրիշ տեղ էի ապրում։ Որ գտնում է համարը, զանգում է, դե ես ընդեղ չեմ, բայց հարևաններով բանով իմանում եմ որտեղ եմ, կապնվում է հետս։ Ու այդ տղեն ինքը ապաշխարել էր։ Ինքը ապաշխարել էր, Ավանում եկավ ապաշխարեց, ասում է ես նույնիսկ ոնց եմ հասասարի տաղ, որտեղ ընդեր ապրում։ Ես չեմ իմանում։ Մեքենայով։ Ասում է ես չգիտեմ ոնց եմ գնացել։ Ասում եմ ես գիտեմ, որտեղ դա Աստված է քո հետևը, ես ներգործել է քո վրա, Սուրբ Հոգին անեն։ Ու հետաքրքիրը որն է, որ ես երիտասարդը զանգում է ինձ։ Բահովսեփ ջան, անես կուզեմ որ կողքս լնես, անես կուզեմ որ սենց լնի։ Ասում Սուրեն ջան, ես ոչ բիզնեսմեն եմ, ոչ ես ինչ եմ, ես հիմա այս տարիքին հո չեմ կարա գամ, թե ես ինչ եմ։ Ես մի բանի համար կարամ գամ մենակ։ Տիրոջ խորհուրդ ասելու համար, տիրոջ ծառայելու համար եւ այլ դրա համար։ Թե չէ, հա, կուզեմ կողքս լնես, կուզեմ կողքս լնես, դրա ասում կուզես հիմա վես չեմ գնալ։ Ես սկսեցի աղոթել։ Մազ եղբայր ջան, ես 3 տարի աղոթեցի դրա համար։ Հովիվին մոտեցա Արտուրի հետ խոսացի, ասի սենց բան կա, իմ սրտին դրված։ Այո, չասած ես չեմ տեսնում որ դու պետք է չգնաս կամ եւ ոչինչ չասեց։ Ասաց օրնում եմ։
ասի դե եղավ, որ օրնում ես, հիմա ոնց եղավ, հիմա ես ուզում եմ, այդպես ֆեմես կար, ինչ կար, որ գալիս էին Ռուսաստան, դեսել ծրագրով եք։ Գնացինք այդտեղ, ունդը մի հատ պապիկ էր կանգնած դռան վրա, ասի ուզում ենք գնանք ձեր երկիր, ասեց ուզում ես գնալ, գնա Տոմսար գնա։ Բայց ինքը հասկացավ էլի ինչ է, ասաց ծրագիրը փակված է, միջև դեկտեմբեր, այդ ժամանակ ամառն էր։ Ասի, բայց այդպես դու որտե՞ղ ես ուզում գնաս, հարցնում է։ Ասեց ուզում եմ գնամ Պրիմորիա։ Ասեց կա Պրիմորիա, բայց ասեց Վլադիվոստոկ չէ, ասի ես չեմ ուզում Վլադիվոստոկ, Նախոտկա եմ ուզում, ասես կա Նախոտկա։ Դե ասի ինչ պետք է անեմ, ասեց SSS թղթերը գահավաքեք, ասեց ի՞նչ մասնագետ ես, ասի ես մանկավարժ եմ։ Դե ասեց, բայց ասի ես չեմ աշխատում, կինս է աշխատում, ասեց թող ինքը դիմում գրի։ Դե կինս դիմում գրեց, հիմա մի ուրիշ հրաշք եմ ասում։ Սպասում ենք, պատասխանը չկա, ոչ մի ձևի պատասխան չկա։ Եկավ ասավ սեպտեմբեր ամիսը, արդեն ինչ պիտի անենք, ասի արի ման գնանք էլի այնտեղ։ Կինս փաստաթղթով ուրիշ անուն է, անես բոլորը գիտեն ուրիշ։ Հիմա այդ թուղթը եկել է, ասել ես տեսած մարդ չկա, նորից հետ է գնացել։ Պատկերացրա, որ մենք գնում ենք վերջի օրը, եթե այդ օրը մենք չգնայինք, փակվում էր սա։ Միջև դες Արտուրին մոտեցա, ասա Արտուր ջան, գործերը տվել եմ նարս, թղթերը դաբրոյին եմ սպասում, սենց ասաց էլ։ Ասաց Աստված իր դաբրոն տվել է, չեն կարա չտանք տան։ Գիտեք այդ խոսքը ճանապարհ բացեց հովիվի խոսքը։ Ու ինչ եղավ։ Նելին կինս մտնում է ներս, զարմացած այդ պակետը ձեռքը գալիս է, ու բացում ենք, տենում ենք վերջի օրն է։ Եթե չգայինք, վերջ, այդ օրը արդեն ամեն բան վերջանում է։ Ժամկետը կլեր։ Ժամկետը բրծա։ Ես Մասիս եղբայր ջան, նա դաչա ունեի արդեն, այդ դաչանը վերջի փափուշտն էր։ Ես դա էլ վաճառեցի, ու Տոմսարա, ես, կինս, տղաս, ու գնացինք միսիոներության։ Հովիվը օրնեց մեզ, ու այդ ժամանակ ավակ ուրբաթն էր։ Ավակ ուրբաթին մի 4000 հոգի մարդ էր դալիճում նստած։ Հովիվը մեզ օրնեց, ասաց, չեմ ասում, որ աշխարհի վերջն է, բայց որ Ռուսաստանի վերջն է, Վլադիվոստոկ, ամբողջ դալիճը, ես էլ չգիտեմ։ Գնում ենք, տեղ չենք հասնում։ 8-9 ժամը սամալյոտի մեջ ենք։ Այ։ Վերջը, հասանք տեղ, այդ երիտասարդը մեզ դիմավորեց։ Ինչ եմ ուզում ասած լինեմ։ Ուզում եմ ասեմ, որ այնտեղ մենք 0-ից սկսեցինք։ Այնպես չէր, որ ասենք գնացինք ինչ-որ բանի վրա։ Ու հիշում եմ Պողոսի ասածը, որ ասաց ուրիշի արածի վրա չսարքեցինք, չէ՞, ասաց, որ ես գնացի։ Ու ես մտածում եմ, Տեր, դու տարար այնտեղ ու մենք 0-ից այնտեղ սկսեցինք։ Ու հիմա այս օգոստոսին ուզում եմ գնամ, որպեսզի եկեղեցին օրինական գրանցման եւ այլ այս հարցերը կարգավորեմ։ Ինչի համար եմ սա ասում։ Այդ ժամանակ ռուսական եկեղեցի կար, եպիսկոպը Միխայել Կասյանով, որի հետ հիմա շատ մոտ եմ, ամեն անգամ ինքը երբ որ գալիս է Մոսկվա, մենք միշտ հանդիպում ենք, մեր տուն էլ է գալի, մեր շփումը միշտ կա էլի։ Ուրեմն ինձ մի անգամից դրեց ինձ ընդդեմ վտարոյ պաստոր, ինքը եպիսկոպը։ Երրորդ հովիվ։ Դրեց երկրորդ հովիվ, ու ինքը միշտ ճանապարհորդությունների մեջ էր, Աֆրիկա, ուր ասած գնում էր։ Ինքը գալիս էր, ես նորից եկեղեցին, նույն ձևի հանձնում էր իրան, բայց ամիսներով գնում էր, ու սա պատասխանատվությունը ինձ վրա էր ընկնում, Մասիշյան։ Դե ինչ ասես կատարվում է եկեղեցում, չէ՞, եւ հոգեվոր առումով մարդը լամահանում, մեկից անունն է, մեկի ասին։ Ուզում եմ ասեմ, այդ ժողովուրդը մեզ շատ սիրեցին, ինքը ռուսական եկեղեցի էր, բայց մեր հայերին տանում էին դե սկզբում, որովհետեւ մի շաբաթ ես ծառայում էի, երբ որ ինքը այնտեղ էր, մի շաբաթը ինքն էր ծառայում, որտեղ մի շաբաթ ինքը գնում էր արդեն իրանց կենտրոնը, Վլադիվոստոկ։ Ու հիմա այդտեղ ծառայեցինք իրար հետ 15 թիվն էր, որ գնացի, 2015 թվին գնացի, 6 տարի իրար հետ ծառայեցինք, 2021 թվին
Եդ վերադարձանք եկանք Մոսվա, դե որտեղ երեխեքսել են արդեն Մոսվայում, մենք էլ ես ու կինս էինք մնացել այնտեղ։ Ասինք ես եկեղեցում տենանք ոնց հալնում, ինչ հալնում։ Մենք վերադարձանք եկանք Մոսվա, բայց ես այսօր էլ իրանց հետ on-line ծառայում եմ։ Իրանց հետ ծառայություններն անում եմ ամեն Կիրակի օրը։ Ու դրա համար այդ հարցը պետք է անպայման կարգավորվի եկեղեցու հետ կապված։ Ու հիմա այդ մարդու հետ շատ մտերիմ իր հետ ծառայեցինք, ինքն էլ ինձ վերջը դրես ծառայող հովիվ եւ այլն։ Սենց մասը։ Փառք Աստծուն, Հովսեփ Եղբայրյան, Աստված ոչ միայն փրկում է մարդուն, այլ նաև կանչում է ծառայության եւ իրական երջանկություն է, երբ որ դու ապրում ես, գիտես ինչի համար, կատարելով Տիրոջ մեծ հանձնարարականը եւ իր առաքելությունը։ Այսինքն վստահ մարդը հետ նայելուց իր կյանքի վերջում կասի, որ իմաստալից կյանք է ապրել։ Ամեն։ Փառք Տիրոջի դրա համար, շատ ուրախ եմ, Աստված ձեզ կանչել է եւ միսիոներ լինելու եւ հովիվ լինելու մեկ գործի համար, Տիրոջը բարի լուրը տարածելու համար, թե մեր ժողովրդի մեջ հայերի, թե ռուսների եւ փառք Աստծուն, որ Աստված նաեւ կօգտագործի մեզ ուրիշ օտար ազգերի համար։ Մենք միշտ արձագանքում ենք եւ պատրաստ ենք ինչպես դուք, այդպես շատերը։ Տեր օրհնի ձեզ։ Ձեր սրտի ուղերձը կխնդրեի, որպեսզի փոխանցեիք մեր ժողովրդին, մեր հերոստատողներին։ Սիրով, ես կուզենամ, որ ովքեր հիմա մեզ լսում են, որպեսզի իմանան, որ Աստված ամեն մեկի կյանքում ունի ինչ-որ բան անել։ Հենց այնպես չի, որ այսօր դուք կաք, ծնվել եք, ապրում եք այս երկրի վրա։ Դրա համար ես կուզենամ սիրելիներս, որ ամեն մեկը այսօր կարողանա ճանաչի Տիրոջը։ Ճանաչի Տիրոջը ու քայլի Տիրոջ ճանապարհների մեջ։ Ես հիշում եմ միշտ այս ժամանակ Դավիթի խոսքերը, որ ասում է. Տեր, քննի իմ սիրտը, ուտես, թեև որ շեղվել եմ քո ճանապարհներից, ինձ նորից դիր քո կյանքի ճանապարհների մեջ։ Գիտեք սիրելիներս, այսօր ես չգիտեմ, միգուցե դու շատ լավ ես ապրում, միգուցե ինչ-որ ամեն ինչը հրաշալի է քո կյանքում եւ այլն, բայց ես քեզ ասում եմ, իմացի որ միջև Տիրոջը չգտնես, միջև չճանաչես, միջև չգաս իր մոտ, իր ճանապարհների մեջ, միևնույն է քո կյանքում միշտ էլ խնդիրները կլինեն։ Մերն էլ են լինում խնդիրներ, բայց միշտ Աստված մեզ օգնում է, մեր հետ է, հանում է մեզ ամեն տեսակի խնդիրների մեջից։ Ես կուզենամ, որ դուք ամեն մեկը իրականում ճանաչեք Աստծուն։ Տերը օրհնի բոլորին։ Հովսեփ Եղբայր, շնորհակալություն ձեր անկեղծ պատմության համար, ձեր հրաշալի վկայության համար, այն մասին, թե ինչ է Տեր Հիսուս արել ձեր կյանքի մեջ։ Շնորհակալություն ձեզ։ Ես էլ եմ շնորհակալ, Մազես Եղբայր ջան, որ հրավիրեցիք, որ առիթ ընձեռվեց մեծ սիրով ձևով կիսվել, ասել որոշակի ինչ-որ բաներ։ Մեծ սիրով, նմանապես։ Սիրելի հայրենակիցներ, ահա մենք լսեցինք եւս մեկ կյանքի հավատքի վկայություն, որն է Հովիվ Հովսեփ Մինասյանի վկայությունը։ Ինչ ճանապարհով ես դու քայլում, սիրելի հայրենակից։ Միգուցե դու էլ այն հորթուբոր ճանապարհներով ես քայլում, որը Աստծուն հաճելի չի։ Միգուցե կանգնած ես հանցագործական ճանապարհի վրա, միգուցե մոլորված ճանապարհով ես գնում, որը տանում է դժոխք։ Աստված այսօր ասում է քեզ, սիրելի հայրենակից, որ Հիսուս սիրում է քեզ եւ ցանկանում է փրկել այդ վտանգավոր ճանապարհից եւ հաստատել իր ճշմարտության ճանապարհի վրա, սրբության ճանապարհի վրա, մի օրհնյալ եւ հրաշալի ճանապարհի վրա հաստատի, որ տանում է դեպի դրախտ։ Մեր հաղորդման հերոսի կյանքի պատմության մեջ մենք տեսանք, որ ճիշտ դա է, որ տեղի ունեցավ։ Աստված իրան փրկեց, Աստված իրան դրեց ճշմարիտ ճանապարհի վրա, կանչեց ծառայության եւ հիմա մարդը գիտի ինչու համար է ապրում այս երկրի վրա, ինչ նպատակ ունի իր կյանքը եւ ուր է գնում։ Սիրելի հայրենակիցներ, մեր կյանքը գոլոշի պես է, ինչպես տեղեկացնում է մեզ Աստվածաշունչը։ Շատ կարճ է։ Համեմատելով հավիտենականության հետ, այն ուղղակի մեկ ակնթարթ է։ Կանգ առ
եւ մտածիր հոգուտ ճակատագրի մասին։ Ուր ես գնալու, եթե այսօր ավարտվի քո կյանքը։ Դրախտ թե դժոխք։ Աստված չի ուզում, որ որևէ մեկը գնա դժոխք, որովհետև այն պատրաստվել է սատանայի եւ իր հրեշտակների համար։ Աստված ուզում է, որ մարդու հոգին, մեր բոլորիս հոգիները փրկվեն եւ դրախտ գնան։ Դրա համար անհրաժեշտ է հավատքով նայել մեր Տիրոջ եւ Փրկչի Հիսուս Քրիստոսի վրա, որը խաչը բարձրացավ իմ եւ քո համար։ Նա իր կյանքը տվեց հանուն մեր փրկության, մեռավ եւ հարություն առավ երրորդ օրը, որպեսզի մենք հավատալով իրան ունենանք մեղքերի թողություն եւ հավիտենական կյանք։ Այսօր օրն է, որպեսզի դու ել սիրելի հայրենակից այս կարևոր քայլը անես քո կյանքի մեջ։ Հավատքի քայլը դեպի Հիսուս Քրիստոս։ Երբ որ մենք մեկ քայլ կանենք դեպի Աստված, Աստված մի քանի քայլ կանի դեպի մեզ։ Աստված ավելի մոտիկ է մեզանից, քան մենք կարծում ենք։ Եվ նա պատրաստ է փոխելու մեզ եւ դարձնելու լրիվ ուրիշ մարդ։ Եվ ինչպես մեր հաղորդման հերոսի կյանքի մեջ, նա նույնպես քեզ է ուզում օգտագործել իր փառքի համար։ Սիրելիներ, մենք շնորհակալ ենք, որ մինչև այս վայրկյանը մեզ հետ էիք։ Տերը օրհնի բոլորիդ իր լիարատ օրհնություններով։ Մինչ նոր հանդիպում։